Աբու Դաբիում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով։ Նշենք նաև, որ երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ադրբեջանին։ Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Իդալ Աթոնի կապակցությամբ մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին ու ժողովուրդներին, ասված է շնորհավորական ուղերձում։ Այս հանդիպման դրա ակնկալիքների ու հետևանքների մասին Օրագիր Նյուզը զրուցեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, ով նշեց, որ ոչինչ չպետք է ակնկալել այդ հանդիպումից ու դրա տրամաբանությունը միայն նախընտրական է։ Գոյություն ունի այսպես երևույթ, կոչվում է հիշողություն։ Դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանը 18-ից 20 թվականները ինչ էր անում։ Մեր կանաչ գրքույկ էր վերցրել ձեռքը հեղափոխության 100 հաջողությունների մասին, եւ այդ 100 հաջողությունների մեջ նշված էր, որ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում չեն կրակում։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո Արցախում տեղի ունեցան ընտրություններ, Արայք Հարությունյանը դառավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը գնաց պարում էր Արցախում ուրախանում էր, դրանից հետո եկավ պատերազմ, բայց մինչև պատերազմ այդ քարոզն էր խաղաղության, որ ամեն ինչ լավ է, որ Դուշանբեի լիստում պայմանավորվել են, որ երբեք այդքան խաղաղ չի եղել։ Հիմա տեսեք, քանի որ Հայաստանը ինքը իր կարգավիճակով այնուամենայնիվ մի փոքր տարբերվում է Արցախից միջազգայինորեն ճանաչվածության առումով, միայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խաղաղություն է եկել, բավարար չի։ Տարբեր միջազգային խաղացողներ պետք է ներդրում անեն այդ քարոզի մեջ։ Հիմա այդ ներդրումներից մեկը այդ Աբու Դաբիում իրենց մրցանակ շնորհելն է, բայց ոչ ոք չի կարող հստակ ասել երաշխավորված մեր հետ տեղի չունենա այն, ինչ տեղ ունեցավ Արցախի հետ Արայք Հարությունյանի ընտրվելուց հետո։ Այս է իրականությունը։ Հարցին էլ թե ինչ կասի այն մասին, որ Փաշինյանը շնորհավորել է Ալիևին, քաղաքագետը պատասխանեց. Երկու բառ՝ խաղաղություն, ընտրություններ։ Այս բառերի շրջանակներում ամեն ինչ տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը օդը ջրի պես պետք է հասարակությանը հրամցնի այդ խաղաղություն ասվածը, բայց բացի հրամցնելուց ինքը նաև պետք է դա իր միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս էլ դա ցույց տա։ Այդ նաև Ադրբեջանի նախագահի հետ հարաբերություններ։ Ես օրինակ ընդհանրապես զարմացած չեմ լինի, եթե վերջերս Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ իրականում Նիկոլ Փաշինյանը եւս շնորհավորած լինել Ալիևին, ուղղակի դրա մասին հանրությանը չէին տեղեկացրել։ Սա կատարվում, կրկին ասեմ, ընտրություններ են, իսկ երբեք այդքան շատ չեն ստում, ինչպես որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի է մեկնել իր քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, որտեղ այսօր կմասնակցի Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի նակաբաշխությանը։ Քնարիկ Սահակյան, Օրագիր Նյուզ։